Միջազգային լրահոսն այսօր։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի վերաբերյալ հաղորդագրությունների առիթով։ Դե իհարկե մենք չենք կարող անհանգստանալ, որ ինչպես արդեն ասացի, առաջընթացի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրերի նախագծերի հաստատման մասին լուրերի ֆոնին։ Ցավոք, վերջին շրջանում ավելի հաճախ են հաղորդվում երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին։ Իհարկե, մենք մեր գործընկերներին խստորեն կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Բոլորի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական եղանակներով, ասել է Զախարովան Երևանին ու Բաքվին կոչ է արել կատարել բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Պայմանավորվածությունների թվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կրճատել է մասնակցությունը համատեղ խմբերին, որոնք վերահսկում են հակառուսական պատժամիջոցների պահպանումը։ Այս մասին գրում է Bloomberg-ը հողում անելով աղբյուրներին։ Նրանց կարծիքով Վաշինգտոնը գործնականում ներգրավված չէ սահմանված սահմանափակումները շրջանցելու փորձերը դադարեցնելու ջանքերում։ Գործակալության զրուցակիցները նշել են, որ ԱՄՆ-ից մի խումբ պասիվ է արձագանքում զսպելու Ռուսաստանի զենքի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների եւ սարքավորումների մատակարարումը։ Մյուս խումբը գրեթե հրաժարվել է ռուսական նավթի նկատմամբ G7-ի գների միջակայքային մոնիթորինգից։ Միևնույն ժամանակ չի նշվում, թե արդյոք երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը միտումնավոր քայլ է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշմանը մասնակցությունը նվազեցնելու համար, թե արդյոք պայմանավորված է կադրերի սղությամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն էլ իր հերթին չի մեկնաբանել իրավիճակը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Քեմալական հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նշվում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի բնականon աշխատանքը չխաթարելու համար Ստամբուլի ժամանակավոր քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի Ստամբուլի քաղաքապետարանի խորհրդի անդամ ՀԺԿ ներկայացուցիչ Նուրի Ասլանը։ Հիշեցնենք, որ մարտի 19-ին վաղ առավոտյան ձերբակալվել է Էքրեմ Իմամօղլուն։ Նա կասկածվում է կոռուպցիայի, ահաբեկչական օժանդակության եւ կաշառակերության մեջ։ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարները պահանջում են նրան անհապաղ ազատ արձակել։ ԱՄՆ նախկին նախագահ 82-ամյա Ջո Բայդենը նախատեսում է ակտիվորեն ներգրավել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նոր նախընտրական քարոզարշավների կազմակերպմանը դաշնային եւ նահանգային մակարդակներում եւ միջոցներ հավաքել դրանք ֆինանսավորելու համար դեմոկրատների ժողովրդականության ռեկորդային ցածր մակարդակի պայմաններում։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը հղում անելով նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրներին։ Նրանց տվյալներով Բայդենն արդեն հանդիպել է դեմոկրատ առաջնորդների, այդ թվում ազգային կուսակցության կոմիտեի նոր նախագահ Քեն Մարտինի հետ եւ քննարկել առաջիկա նախընտրական քարոզարշավը։ Դրանցից ամենակարևորը 2026 թվականին ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են, որտեղ երկու պալատներն ներկայումս վերահսկվում են հանրապետականների կողմից։ Մինչ այժմ NBC-ի վերջին հարցման համաձայն դեմոկրատական կուսակցության ժողովրդականությունը նվազել է մինչև ռեկորդային ցածր 27%, ամենացածրը 1990 թվականից ի վեր։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շրջանակներում անվտանգության երաշխիքների հարցը ներկայումս մնում է քննարկման փուլում եւ չի լուծվել։ Այս մասին նա ասել է Անկարայում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի համատեքստում այսօր մենք հասել ենք մի կետի, երբ ամերիկյան նոր վարչակազմը խթանում է խաղաղության օրակարգը, եւ դա իհարկե ողջունելի զարգացում է մեր տարածաշրջանի եւ ողջ մարդկության համար։ Հուսով ենք, որ կողմերը հնարավորինս արագ համաձայնության կգան մշտական հրադադարի շուրջ։ Ներկայումս կարծես թե կա կոնսենսուս մի շարք հարցերի շուրջ, որոնք մեր կարծիքով կարող են հանգեցնել հրադադարի, ասել է Հական Ֆիդանը, նշելով, որ դրանք ներառում են նավափոխադրումների անվտանգությունը, էներգետիկ օբյեկտների թիրախավորումը եւ գերիների փոխանակումը։ Մյուս կողմից, երբ խոսքը խաղաղ լուծման մասին է, առաջանում է անվտանգության երաշխիքների հարցը։ Այս թեմայի շուրջ քննարկումները, հետազոտությունները եւ լուծումների որոնումները շարունակվում են տարբեր մակարդակներում եւ տարբեր ձևաչափերով։ Որպես Թուրքիա մենք կշարունակենք ամենայն աջակցություն ցուցաբերել ինչպես հրադադարի, այդպես էլ համապարփակ խաղաղ բանակցությունների համար, հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։